Ես կարծում եմ, որ պետք է երկու խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները, եւ Միքայել Սրբազանը իր համաձայնությունը տա եւ առաջադրվի։ Նախ եկեղեցու դեմ պայքարը չի կարող որևէ ուղղություն ստանալ, որովհետեւ դրա ուղղությունը քաղաքական է։ Այն ամբողջությամբ քաղաքական է, այն ամբողջությամբ քաղաքական հետապնդման համատեքստում արդեն տեղավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որ այդպես էլ ձգձգվում է եւ չի մեկնարկում, ունի մեկ խնդրեմ։ Խնդրեմը հետեւյալն է, որ օրինակ իմ տեխնացիան վերաբերյալ երկու նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են ինչ-որ բաներ ասում, իրենց տեխնացուի վերաբերյալ Քոչարյանի ֆրակցիան չի միանում, խոսքը գնում է Սերժ Սարգսյանի տեխնացուին։ Իսկ Միքայել Սրբազանի այսօրվա կարգավիճակը, այն որ ժողովուրդը թույլ չտվեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ձերբակալեն նրան տանեն, այն որ նա վայելում է ժողովրդի լայն շերտերի աջակցությունը եւ նրա քաղաքական սուր միտքը, չեմ ասում քաղաքական սուր միտքը, որովհետեւ նա հասկանում է, որ այս Հայաստանի Հանրապետությունը ինչ հենասյուների վրա է հիմնված։ Այսինքն նա հոգեորական է, բայց միևնույն ժամանակ հասկանում է, թե այս Հայաստանի Հանրապետությունը ինչ Հայաստանի Հանրապետություն է եւ ինչ process-ներ են տեղի ունենում, որ կարող է կործանել այս երկիրը։ Խոսքը գնում է նաև Արևմտյան Ադրբեջանի այդ մեկնարկած գործընթացը, որ Հայաստանի 60%-ը համարում են Արևմտյան Ադրբեջան։ Խոսքը գնում է արևմտյան ադրբեջանցիների վերադարձի, այսպես կոչված էլի, ճակերտների մեջ եմ ես ասում։ Հետեւաբար այն, որ նա ունի ժողովրդական աջակցություն, այն, որ նա հասկանում է իրադրությունը, ես դրանում այդ երկու կոմպոնենտում կասկած չունեմ, եւ ես կարծում եմ, որ նախ կկանխենք նրա կալանավորումը եւ երկրորդ գործընթաց կմեկնարկի, որը կարող է բերել ժամանակավոր վարչապետի ընտրության, իսկ ժամանակավոր վարչապետի ընտրությունից հետո ինչ է մնում երկրում անել։ Համերաշխություն հաստատել, միասնականացնել բոլորին, իսկ դա կարող է անել լավագույնս միայն մի մարդ, որը որ ունի շատ չարություն, որը որ հոգևոր քրիստոնեական արժեքներով է առաջնորդվում եւ կազմակերպել արդար ընտրություններ։ Միքայել Սրբազանը այն մարդն է, որի վրա են հարձակվել հանրապետական կուսակցության մեծից փոքր բոլոր ներկայացուցիչները։ Դրանից առաջ էլ քոչարյանականները։ Ուզում ասեմ, ես մի մարդու անուն եմ տալիս, որը վստահ եմ, որ չի կարող ընկալվել նախկինների ռևանշիզմ։ Հետեւաբար նաև Վեհարանը ավելի է խոցելի դարձնում եւ այլն եւ այլն։ Կներեք, ով խոցելի է, ով խոցելի չէ։ Դիալ պարագայում Միքայել Սրբազանը բացարձակապես խոցելի չէ։